Դուք լուրջ հարցեր ունեք, եթե չունեք, ես ասեմ։ Ես հիմա մի լուրջ հայտարարություն եմ անում։ Ուրեմն հիմա ինչքան առաջադրել եմ տեխնազությունս, մեզ կապում են կրիմինալ։ Դիտավորյալ դա ուրեմն բարձրաձայնում են, դիտավորյալ խոսում են։ Մենք ունենք ինֆորմացիա, որ մեր դիմաց պետք է ինչ-որ վատ արարք կատարեն նորից։ Հիմա հող են նախապատրաստում, որ գցեն նորից կրիմինալի վրա։ Հիմա բարձրաձայնում եմ դրանց։ Եթե հանգարց, նորից եմ ասում, մեզ հետ կապված մի հատ նորից ոտնձգություն արվեց, ուրեմն այդ ամբողջ փաստերը քաղաքում չեն մեջ դուպրոչի մասեմ ձեզ, դրսում են աշխարհի բոլոր նախագահներին, իրավական բոլոր հաստատություններին այդ փաստերը գնալու է, թե սրա հետևը ով կարող է լինի եւ ով կարող է սա անի։ Եվս մեկ անգամ ասում եմ, ինչքան մեզ կապում են կրիմինալի հետ, հող են նախապատրաստվում դիմացի կրակոցների։ Բարձրաձայնում եմ եւս մեկ անգամ բոլորիդ ասում եմ։ Այո, մեր անձի նկատմամբ։ Այդպիսի խոսակցություն մահափորձ, մի հատ հասկացի, չես հասկանում։ Ուրեմն նմանատիպ ոտնձգություն 2007 թվականից, որ արեցին, մինչև այսօր բացահայտված չի։ Հասկանալի է։ Շարունակությունն եք կանխատեսում 2007։ Հա, էլի, Սատիկ ջան, երկրորդ սերիան։ Ուրեմն, ես ասեցի, մի քչփորեք, ինձանից ոչ մի բան չեք կարող իմանալ։ Բայց եթե հանգարց նմանատիպ մի բան եղավ, սենսացիա կլինի ամբողջ աշխարհում մեկ, այդքան բան։ Всё։ Հա, ներկա իշխանություններն Ուրեմն ոչ էլ այդ հարցին ոչ մի բան չեմ պատասխանում, խնդրում եմ էլ միք ինձ հարցրեք, որովհետև ես չեմ պատասխանի միանշանակ։ Մնացածը այլ հարցեր ունեք, տվեք պատասխան։ Ինքնապահներին շատացնելու եք։ Ոչ։ Եվ երեկվա դատավարությանն էլ անդրադառնանք, հա։ Երեկվա դատավարությունն էլ էսպես ասեմ դες։ Ուրեմն մենք տվել ենք մարդկանց բնակարան կառուցելու, տվել ենք կենցաղ սպասարկման օբյեկտներ կառուցելու, ուրեմն դրա համար քաղաքապետին մեղադրանք են առաջադրել։ Հիմա դուք պատկերացրեք։ Հիմա մենք սկսում ենք գործընթացը, պիտի աշխատենք, հողհատկացումներ պիտի անենք, շենք-շինություններ, որ մարդիկ կառուցեն։ Դուք պատկերացրեք, կա քաղաքաշինության բաժին, որտեղ քաղաքի հադագագիծը միայն իր մոտ է գտնվում, եւ այստեղ այդ բաժիններում աշխատում են 20, 30, 40 հոգի անձնավորություններ, մասնակիցներ, եւ իրենք այդ գործի մասնակիցներն են։ Ուրեմն այդ բոլոր ճանապարհը անցնում է, նախագիծ են կազմում, 17-10 հոգի ստորագրում են, բերում են վերջում քաղաքապետին ստորագրելու, հասկանալի է։ Այսինքն քաղաքապետը այդտեղ անելու ոչ մի բան չունի, ինքը մասնակից չէ։ Քաղաքապետը օրական կարող է 150 որոշում կայացնի։ Այդ մասնակիցներին թողել են, քաղաքապետին բերել են մեղադրանք են առաջադրել։ Միքայելի ժամանակ հողհատկացում է արել, նորից ինձ են մեղադրում։ Բալասանյան Սամվելի ժամանակ հողհատկացում է արել, ինձ են մեղադրում։ Դուք հասկանում եք, թե ինչքան աբսուրդ է այդ ամեն ինչը։ Ուրեմն այդ դատարանի շենքը պատկերացրեք 13 թե 17 թվականին իմ տեղից գնել է։ Հիմա ինձ մեղադրանք են առաջադրել, թե այդ շենքը ինչ իրավունք ունեն, որ վաճառել են։ Այնքան չգիտեն, որ օրենքի մեջ ֆիքսած է, որ քաղաքապետարանի բալանսի վրա նստած յուրաքանչյուր գույք քաղաքապետարանը ավականին իրավունք ունի վաճառելու։ Եվ այդպես կինո հոկտեմբերը, Դադախազության շենքը, Գյումրի ռեստորանը, հասկացար, KGB-ի շենքը, այսինքն այդպես սաղ ամեն ինչ։ Եվ մենք, եթե այդ չանենք, այդ շենքերը կփլվեր։ Հասկանալի, հիմա այդ շենքերի նկարները կա, որ տեսնենք, եթե հանգարց մենք հիմա դա կառուցեինք, դա կավիրվեր, կքանդվեր ու կվերանար։ Փոխանակ մի բան էլ պարգևադրեն, վերել են ներկայացնեն, ցել հել է խոսում են, բան այսպես, դիմո մի կողքի մարդիկ եկան, չգիտեն դե, այս ինչ է դրա համար, այդ ամեն ինչը ես գիտենալով առաջադրել եմ տեխնոլոգիությունս, որ մեր վրա ոչ մի բան չկա, ոչ մի բան, ինչ որ հիմա քեզ բռնեն, տանեն տադեն։ Բայց նշածները բոլորը թվերով ապացուցելի չեն, որ նշում եք կամփաներ։ Բոլորը ապացուցում ենք, ներկայացրել ենք եւ դա գործընթաց է, հետո ժամկետ անց է այդ բոլորը։ 10 տարին բոլորը անցել է։ Այսինքն 2 րոպեդու դրանք թափում են։ Այս բեմականացումը ինչու համար է չեմ էլ հասկանում։ Այսինքն բոլորը 10, 15 տարի, 18 տարի անցել է։ Օրենքը ֆիքսած է, որ եթե 10 տարուց հետո թե որպես ինչ են քննարկում, այդպես աղմուկ բարձրացնում նրա համար, որ ես վախենամ,
չառաջադրեմ իմ տեխնազությունս, բայց ես դրա համար չեմ վախենում ու առաջադրում եմ իմ տեխնազությունս ու այսպես եղել։ Այո։ Բացյան նաև ինչ որ փաստաթղթի մասին խոսք գնաց։ Փաստաթղթերն էլ միջից կողացել են։ Ուրեմն ասեմ քեզ, այդ գործընթացը առաջ եթե 60 հոդվածի տակ էր ընկնում այդ հողը, ուրեմն պատկերացրեք, այստեղի բաժինները ուղարկում էին մարզպետարան, հետո քաղաքաշինության նախարարություն, այնտեղից թույլտվությունը գալիս էր, այսինքն գեյմպլանի մեջ, հադագագծի մեջ փոփոխություն անելու։ Փոփոխություն անում է միայն քաղաքապետարանը, այսինքն այս քաղաքապետարանը ինքն է իր գլխուն սարքում, հա։ Մենք այս քաղաքապետարանը գտել է, որ այդտեղ փոփոխություն պետք է անի, որովհետև երկրաշարժից հետո, ասենք, պատկերացրեք, բանի հետ կոնկրետ Տիմիրյազևի փողոց մասին է խոսքը, Շերբինա է հատվածը, այդտեղ այգի եղել, բայց հիմա մի ծառ չկա, երկրաշարժից հետո ամբողջությամբ բանը կտրել է ժողովուրդը։ Այդտեղ հարյուրավոր, հազարավոր շենքիրություններ կան։ Այդտեղ օրինականացրել են մարդիկ բնակելի են կառուցել։ Եվ հիմա 23 թվականի հադագագծի մեջ է փոփոխություններ է արվել։ Դրա համար ինձ մեղադրանք են առաջադրում, հենց այդ բեմականացված խոսում են, այ ամոթը սա է, խայտարակություն է սա։ Հետո մի հատ այդ բանի համար ինչի հարց չեք տալիս, որ սրանք ընկել են մեր այս երկորը ընկել են հետևիցս, որ ասում եմ Բելորուսը, Ռուսաստան միութենական այդ Գուբերնիա եք ուզում սարքեք պետությունը ասում են։ Հա, ուրեմն գիտեք ինչ կա, այնքան տգետ ու անպատկառ, անտասիրակ տագանքներ են, գիտես չեմ ուզում դրանց բառերով ես ասել, երբ որ հանդիպեմ կասեմ ես իրանց մեկ քանիսը կան։ Ուրեմն պատկերացրեք, անկախության հարցը ինձպես մարդը կարող է ուրեմն քննարկի, որ մենք անկախության հետ կապված որևիցե մի խնդիր, մենք չենք ասում, մենք նաբարոտ, մենք ուզում ենք անկախությունը պահենք։ Այսինքն մենք ասում ենք ռուս-բելորուս միություն, Եվրոմիություն կա, տես հավաքվել են այդ պետությունները միություն են ստեղծել։ Մենք անատ 320 միլիոնանոց այս թուրքալեզու ազգի մեջ է, Ադրբեջանը գիտեք մենակ է, Ադրբեջանը ամբողջ Միջինասիան Ադրբեջանի թիկունքն է, թուրքերը իր թիկունքն են, Իսրայելը իր թիկունքն է, մուսուլմանական աշխարհները դրանք սաղ այդ միությունների մեջ են, բացի Հայաստանից։ Իսկ դուք ընչեք վատզգում։ Սահմանները բացում են, թուրքերի այդ մասի սարը հանում են հայոց զինանշանի վրայից, սահմանադրություն ուզում են փոխել, ձեները չի ելնում, Արցախը տվեցին, ձեները չի ելնում, այս մեկ միություն են կազմում, որ պաշտպանենք Հայաստանը, ինձ ելեք մեղադրանք եք ասում, թե ոնց կարող է ուրեմն անկախությունը սագարգել, այ դադարկներ, ինչ անկախության մասին է խոսքը, մենք անկախությունը այրանքնով են ձեռք բերում, դրա մասին քննարկման առարկա չէ, այո մենք կարող ենք եւ մտնել ռուս-բելորուս միության մեջ, եւ կարող ենք Եվրոմիության մեջ մտնել, բայց մեզ չեք թող Եվրոմիությունը մեզ բանի տեղ է չի տնում, ոնց որ Վրաստանի, ոնց որ Ուկրաինային։ Մենք ուրախ ենք, որ մտնենք միությունների մեջ, որովհետեւ պաշտպանվի մեր երկրի սահմանները։ Դուք ինչի չեք ուզում, որ մենք մտնենք այդ միությունների մեջ, չեք ուզում, որովհետեւ թուրքերի հետ եք պայմանավորվել, որովհետեւ ուզում եք Հայաստանը սարքեք թուրքական վիլա հետ, ոչ թե Ռուսաստանի։ Օրինակ ինձ եթե մնա, ես եթե լուրջ նախագահ ունենանք, լուրջ վարչապետ ունենանք, հասկացար, իմ գիտեցած մարդը լինի կամ իմպես մտածելակերպ ունենա, այ Պուտինը հետ կնստի քսեթե Ղարսի պայմանագիրը լրացել է։ Ինչ եք մտածում Ղարսի վերաբերյալ։ Ինչի չեք հետ վերադարձնում Ղարսը։ Դուք եք տվել, ռուսներն են արել։ Ինչի Նախիջևանը հետ չեք վերադարձնում, որովհետև պայմանագիրը լրացել է։ Այ նմանատիպ առաջ քաշումներ պիտի լինի հայոց երկրի կողմից, ոչ թե վախեցած, հնգնավորված, ես չգիտեմ, հայոց պատմությունը չգիտեմ։ Հայոց պատմությունը չգիտեցող ինչ իրավունք ունի հայոց երկիրը ղեկավարել։ Սրանք որ ասում են դες տարածքները, այս բանը օկուպացված տարածքները։ Մեկի բերանի չլսեցի, թե դա հայկական տարածքների ինչ օկուպացված տարածքների մասին է խոսքը։ Բերեք լանեք աշխարհի ամբողջ քարտեզները։ Ես մեկի բերանի չլսեցի, թե ամբողջ աշխարհում կա 5 քարտեզներ։ Հələ այդ 5 քարտեզները հանեք նայեք Ադրբեջան, կա այդպիսի պետություն կա։ Բացի հայոց հանրապետություն, ես չհասկացանք ամբողջ աշխարհը այլ բան է ասում, մի քանի թափ տպուկ ուրիշ բան է ասում, դուք եք ձեներդ կտրած վախվորիկ հայոց պատմություն չգիտեք, թե դիդավորյալ եք անում։ Ես կասեմ, եւ պատմություն չգիտեն, եւ դիդավորյալ են անում, պայմանավորված են թուրքերի հետ։ Վերջացավ այսքան բան։ Էլ բան կա։ Դե շնորհակալություն, բայց ես նա պետք է դուսարի շնորհակալ կանեմ, որ Չավիլին ես ներկանը մի ամերիկան շուրջոկներ ու բաներ մեզ նայում են տղաներ, բարև ձեզ մենք դու եք բարև Մենք ամեն հեռախոսը խոսանք